Լևոն Չատիկյան, ավարտել եմ Երևանի կոնսերվատորիան եւ այստեղ սովորել եմ մուզիկ տրադիցիոնել, այսինքն ազգային երաժշտությունը ինչպես կարելի է ներկայացնել ֆրանսիական եւ եվրոպական ժողովուրդների եւ միակ դիպլոմը, որ ստացել է Կոմիտասը 1896 թվականին եւ նրանց հետո եղել են շատ կանդիդատներ եւ չեն ունեցել եւ հիմա ես աշխատում եմ Ռոմանի կոնսերվատորիայում որպես դասատու հայկական ազգային երաժշտության մասնագետ եւ Լիոնի կոնսերվատորիայում եւ միակ Եվրոպայի եւ աշխարհի մեջ միակ կոնսերվատորիան, որ իր պետական հաստիք ունի, դուդուկի դասան, ինչպես ունի ջութակը, ինչպես ունի դաշնամուրը։ Եվ քանի ուսանող ունեք։ Ունեմ մոտավորապես 23 Ռոմանում եւ 10 Լիոնում եւ բոլորը համարյա 80%-ը ֆրանսիացիներ են։ Ֆրանսիացիներ։ Եւ պրոֆեսիոնալ մարդիկ են, որովհետեւ գալիս են դաս են առնում դուդուկի մեր հայկական ներքին գաղտնիքների, փչվածքի, ինչպես է դամը ինչ դեր է խաղում եւ դրանց հիման վրա կառուցվող իմպրովիզացիաների վրա դասեր։ Հիմնականը հայկական երաժշտությունների ազգային եկեղեցիական տաղերի հիման վրա կառուցվող եկեղեցիների վրա դասեր։